Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, ԱՖԼ Արմենիա YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է Winter Cup մրցաշարի հերթական տուրի հանդիպումները եւ շաբաթվա բացման խաղում մրցում են միմյանց դեմ Միլանը ու Ատլետիկո Երևան անչափ կարևոր հանդիպումը մեզ սպասվում է 50 րոպեների ընթացքում։ Այո, պետք է այս հանդիպումը դեռ ավելի վաղ կայանար, բայց իհարկե հետաձգվեց ու հիմա 13-րդ տուրի շրջանակներում թիմերը անց են կացնում իրենց 9-րդ տուրի բաց թողած հանդիպումը, որը իհարկե մրցաշարային աղյուսակի տեսանկյունից շատ բան կարող է փոխել։ Հիմա եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային հայտարարություններին, սկսենք Միլանից Արտուր Մկրտչյանը պաշտպանում է դարպասը համար 1, Յոնուս Ահմադ համար 3, Վիգեն Դուրյան համար 6, Էրիկ Հունանյան համար 8, նա թիմի ավագն է, հիմա այս գրող տեսնենք Կակուլյան այստեղ կար խաղի կանոնների խախտում Դուրյանի կողմից ու բավական վտանգավոր դիրքում հենց հանդիպման առաջին րոպեին Ատլետիկո Երևանը ստանում է տուգանային հարվածի հնարավորություն ու տեսնենք ինչպես կիրացնեն այս ստանդարտը, որից հետո նոր կշարունակեմ ծանոթացնել թիմերի հայտարարությունները։ Ռևազյանն է տեղադրում գնդակը հարվածը կատարելու համար ու տեսնենք Գուրգեն Ռևազյանի հարվածը ինչպես կստացվի։ Կա մրցավարի Սուլիչը, Ռևազյանը մոտենում է գնդակին հարվածում, բայց պատի վրա ընդունեց Ռևազյանի կատարած հարվածը, եւս մեկ այստեղ ավելի շատ փոխանցում էր կարծես փորձում կատարել Ռևազյանը, բայց փակվեց գնդակի ճանապարհը Մկրտչյանը, Աշեզրով շարժվում է առաջ Մկրտչյանը, կա փոխանցումը, բայց այստեղ արդեն Միլանը կարողացավ հեռացնել գնդակ ու դուրս գալ պաշտպանությունից, չնայած Ազիզյանը արագորեն վերականգնում է գնդակը Ատլետիկո Երևանի համար եւ այսպես սկզբից եւս մեկ անգամ ծանոթանանք Միլանի հայտարարությունին, դարպասը պաշտպանում է Արթուր Մկրտչյանը համար 1, Յոնուս Ահմադ համար 3, Վիգեն Դուրյան համար 6, Էրիկ Հունանյան համար 8, նա թիմի ավագն է, ինչպես նշեցի, Դավիթ Զաքարյան համար 9, Մատեո Ջիլբերտո համար 11, Ալեքս Սահակյան համար 14, Վլադ Մուսայելյան համար 18, Սեյնա Խալասյան 19 եւ Կորյուն Մխոյան համար 22։ Ատլետիկո Երևան Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Հրանտ Գևորգյան համար 2, Ազիզյան ուժեղ ստացվեց այստեղ Ազիզյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Շարունակեմ ծանոթացնել Ատլետիկոյի հայտարարությունը, Դոր Մարկարյան համար 5, Գագիկ Ակուլյան համար 9, նա թիմի ավագն է, Վահե Գալստյան համար 10, Ռաֆայել Ազիզյան համար 11, Գուրգեն Ռևազյան համար 18, Հարություն Դունամանյան համար 21, Ռաֆայել Մկրտչյան համար 22 եւ Ժորա Գևորգյան համար 80, ինչպես նաեւ թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը, բայց Միրզոյանը այսօր այս հանդիպանը կա հայտարարությունում, այնպես որ մենք կարող ենք թիմի գլխավոր մարզիչին այսօր տեսնել խաղադաշտում, այո, հայտարարությունում Միրզոյանի անունը նույնպես առկա եւ նա կգործի խաղադաշտ դուրս գալու դեպքում 15 համարի ներքո։ Հիմա Միլանը դուրս եկավ պաշտպանությունից, Հունանյան դեպի ավելի ձախ փոխանցում, լավ ստացվեց այստեղ էլ պատասխան փոխանցումը դեպի Հունանյան ու Հունանյանը այստեղ կարող էր բացել այս հանդիպան հաշիվը, բայց հարվածը բավական շեղությամբ ստացվեց։ Այսօր իհարկե մենք կարող ենք շատ հաճելի արարողության ներկա գտնվել, իսկապես նախ արդեն մեկ փաստ արձանագրեմ, շնորհավոր ենք Ատլետիկո Երևանի դարպասապահ Աշոտ Գասպարյանի ֆանտաստիկ կարիերայի համար, Գասպարյանի 200-րդ հանդիպումն է ԱՖԼ-ի շրջանակներում, նա պաշտպանում է 200 խաղում արդեն Ատլետիկո Երևանի դարպասը Դունամալյան հարված փակվեց այստեղ գնդակի ճանապարհը
Իհարկե շարունակեմ միտքս Դարպասապա Գասպարյանի հետ կապված ու իհարկե ահա դուք հիմա տեսնում եք Հաշոտ Գասպարյանին շատ փայլուն մրցաշրջան է անցկացնում Ատլետիկոյի կազմում Գասպարյանը եւ իհարկե իզուր չէ որ նա այսքան հանդիպումներ անցկացրել է այս թիմի կազմում ճիշտ է Գասպարյանը ավելի շատ հանդիպումներ է անցկացրել 8 հանդիպում եւս կա նրա անվան դիմաց Աֆելի շրջանակներում բայց այդ 8 հանդիպումները նա անց է կացրել Winter Cup-ի նախորդ մրցաշրջանում պաշտպանելով Villarreal-ի դարպաս, իհարկե ես խոսում եմ այն մասին, որ Գասպարյանի 200-րդ հանդիպումն է անցկացնում Ատլետիկո Երևանի կազմում ու իհարկե շատ հաճելի փաստ է տեսնել Գասպարյանին այսպիսի մարզավիճակում խաղադաշտում պաշտպանելով Ատլետիկո Երևանի դարպասը եւ կա եւս մեկ խորհրդանշական իրավիճակ իհարկե եթե այսօր կարողանա Միլանի ավակը Էրիկ Հունանյանը դառնալ գոլի հեղինակ խաղադաշտում կխփի իր կարիերայի 100-րդ գնդակը Միլանի կազմում ինչը իհարկե ոչ պակաս հաճելի ցուցանիշ կլինի բայց այդ մասին ավելի մանրամասն կխոսեմ երբ Հունանյանը աչքի կընկնի այս խաղում այստեղ հենց Հունանյանի նկատմամբ խախտեց Մարկարյանը խաղի կանոնները ու ստանդարտ իրացնի Միլանը Հունանյանը արագորեն խաղարկում է այստեղ գնդակը տեսնում ենք հարված ու դարպասածողն է օգնության գալիս Ատլետիկո Երևանին այս իրավիճակում լինենք արդարացի Գասպարյանը դուրս եկավ դարպասից ու այստեղ խանգարեց մրցակցի ֆուտբոլիստին ավելի լավ հարված կատարելու գործում Խալացյանն էր կարծես հայտնվել հարվածողի կարգավիճակում այո եւ դարպասը մնաց Ատլետիկոյի հանրիկ այս իրավիճակում ուներ Միլանը շատ լավ հնարավորություն առաջինը հասնելու հաջողության այս խաղում հիմա տեսնենք ինչ պատահեց Սահակյանին խոտածածկի վրա է հայտնվել Միլանի 14 համարը բայց հուսանք որ ամեն ինչ լուրջ չէ ու Սահակյանը կշարունակի այս հանդիպումը մրցաշարային աղյուսակին հայացք նետենք այս պահին օնլայն տարբերակով Էվերտոնը 14 հանդիպումից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը բայց իհարկե ամենաշատ հանդիպումներն է անցկացրել Էվերտոնը իսկ նրա թիկունքից շնչում են Աջափնյակն ու Բորուսիա Մյունխենգլադբախը 33 միավորներով հավասար միավորներ ունեն առաջին 3 հորիզոնականը զբաղեցած թիմերը հետո էլ արդեն Villarreal-ը 28 միավորով 4-րդն է Ատլետիկո Երևանը այս պահին 28 միավորով 5-րդը բայց իհարկե Ատլետիկոն առաջատար Էվերտոնին առաջատար երեակին այսպես ասենք ներկա պայդրությամբ զիջում է ընդամենը 5 միավոր բայց 4 հանդիպում պակաս է անցկացել պատկերացնում եք ինչ է կատարվում երբ Ատլետիկոն հաղթի իր բաստողած հանդիպումներում միակ թիմ այս խմբում որ առայժմ չի ճաշակել պարտության համը միայն հաղթանակներ եւ ընդամենը մեկ ոչ ոքի հենց իր հարևանությամբ գտնվող Villarreal-ի հետ եւ իհարկե Winter Cup-ում մյուս թիմը ով առայժմ անպարտելի է եւ չունի նույնիսկ ոչ ոքի արդյունք դա Juventus-ն է արդեն մյուս խմբում 13 ներողություն հանդիպումից հետո նույնքան հաղթանակ է տարել Juven հարված ու հիմա բացվում է հանդիպան հաշիվը 1-0 Միլանն առաջ է հասնում հաշվի մեջ Դավիթ Զաքարյան 1-0 Միլանը բացում է հանդիպան հաշիվը եղավ Անդրադար Զաքարյանի հարվածից հետո մի փոքր գնդակը շեղեցի ուղղություն ու հայտնվեց ցանցում հիմա արդեն Ատլետիկո Երևանը հայտնվում է պարտվողի կարգավիճակում ինչ այս մրցաշրջանում հազվադեպ է տեղի ունենում երբ Ատլետիկոն զիջի որևէ մրցակցի հաշվի մեջ ու տեսնենք ինչով կփորձի պատասխանել Ատլետիկո Երևան այս բաց թողած գնդակին հիմա իհարկե արդեն կշտապեն գրոնդեր իրականացնելու մասով Ատլետիկոյի ֆուտբոլիստները կնետվեն առաջ եթե միջև այս հանդիպումը մի փոքր ավելի пассив էր անցկացնում Ատլետիկոն հիմա արդեն ունի մտածելու տեղիք ճիշտ է մեկ գնդակը սարսափելի չէ Ատլետիկոյի համար երբ բերելը բայց իհարկե հայտնվել պարտվողի կարգավիճակում նույնպես ցանկալի չէ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստների համար այն առումով որ իհարկե նրանք գտնվում են առաջատարների սենյակում իսկ Միլանը
նախ ասեմ, որ play-off դուրս գալու համար բավական մեծ շանսեր ունի 7-րդ հորիզոնականում է գտնվում իտալական ակումբը ու 25 միավորով Ետ է մնացել 3 միավոր Սելտայից, Սելտան 6-րդ է 28 միավորով, Ատլետիկոն նույնպես 28 միավոր ունի, որն է հետաքրքիր Միլանը հաղթելու դեպքում այսօր հավասարվում է Ատլետիկո Երևանին, բայց իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ Ատլետիկոն դեռ ունի հանդիպումներ անցկացնելու, իսկ սա Միլանի արդեն 15-րդ հանդիպումը 15-րդ հանդիպումն է Միլանի կատարմամբ անկախ ամեն ինչից Ատլետիկոն բոլոր թիմերի նկատմամբ գրեթե առնվազն 2-3 հանդիպում պակաս է անցկացրել Ռևազյան շատ լավ դեպի Գևորգյանը փոխանցում կատարեց Մարգարյան դեպի Մկրտչյանը խաղարկում են Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները գնդակը Մկրտչյանն էլ տեղափոխեց գնդակը նորից Գևորգյանի ուղղությամբ Ազիզյան հետ փոխանցում Մարգարյան այո Ազիզյանը նախորդ տուրի խաղում շատ արդյունավետ ֆուտբոլ անցկացրեց Ատլետիկոյի կազմում դարձավ հետրիկի հեղինակ խաղադաշտում գրավելով Երևանի դարպասը 3 անգամ Ատլետիկոն այդ խաղում հաղթեց 6-0 հաշվով շատ վստահ հաղթանակ եւս մեկ անգամ Ատլետիկոյից հիմա Ռևազյան պետք է հարվածել բայց այստեղ Մարտիրոսյանը ամեն դեպքում խանգարեց Ռևազյանին հարված կատարելու գործում իսկ այստեղ էլ Գիլբերտոն փակում է գնդակի ճանապարհը ու ես կնետեն հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստները Գևորգյան երկար փոխանցում Դուրյան այստեղ էլ հեռացեց գնդակ ու եւս մեկ հակագրով Միլանից բայց Մկրտչյան այստեղ շատ հաջող պաշտպանվեց թույլ չտալով Միլանի հակագրողը շարունակել հիմա էլ կար խաղի կանոնների խախտում Հունանյանի կողմից Եվ արագորեն այստեղ Դունամալյանը խաղարկում է գնդակը կրկին Մկրտչյանի հետ դեպի աջ Գուրգեն Ռևազյան կա Գևորգյանի տարբերակը նկատեց Ռևազյանը բայց արդեն փոխանցում կատարելու համար ուշ էր հիմա գտավ Դունամալյանին նորից Ռևազյան շատ գեղեցիկ գրոհ ձեռնարկել Ատլետիկոն Ռևազյան հարված ու այստեղ կարողացավ այս իրավիճակում դարպասը պահել անարլիկ Միլանի դարպասապահ Արտուր Մկրտչյանը լինենք անկեղծ Ռևազյանի հարվածն էլ ամենաբարդը չէր այս անգամ բայց Ռևազյանը իհարկե շատ վտանգավոր հարվածներ կարողանում է իրականացնել Ակուլյան այստեղ դեպի Գևորգյանը փոխանցում կատարեց Ակուլյանը Գևորգյան տեսնեք իր որոշում կայացնի Գևորգյանը Գիլբերտոն ու Խալացյանն պայքարում Գևորգյանի դեմ երկու դեպքում մաքուր գործեց իսկ հետո արդեն Դուրյանը խախտեց խաղի կանոնները Գևորգյանի դեմ պայքարում երրորդ մրցակցին Չստացվեց այս իրավիճակում շրջանցել Գևորգյանի մոտ իհարկե արդեն անցել էր արագությամբ եւ Դուրյանը ստիպված կատարեց այս խաղի կանոնների խախտումը ինչը ֆուտբոլային էր եւ հիմա տեսնենք այս ստանդարտը ինչի կվեհացի Ատլետիկո Երևանը հիմա էլ կարծես Դունամալյանն է պատրաստվում հարվածելու կա մրցավարի Սուլիչը Դունամալյան Մարգարյան այստեղ չստացվեց անցկացնել գնդակը Մարգարյանի մոտ ու հիմա Միլանը նորից հակագրոհի է անցնում տեսնենք Խալացյան Մարտիրոսյանին է ուղարկում գնդակը չի ավարտվել Միլանի գրոհը նորից Խալացյան աչից կա Հունանյանը գտավ թիմի ավակին Հունանյանն էլ մեկը բումով դեպի Մուսայելյանն էր կատարում փոխանցում բայց այստեղ վաստակեց Հունանյանը անկյունային հարվածի հնարավորություն որը կիրացնի Միլանը Եվ տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ է տալու արդեն Միլանի ֆուտբոլիստներին Կա Սուլիչը Տեսնում ենք փոխանցում, բայց այստեղ Գևորգյանը հեռացեց գնդակը Փակելով փոխանցման ճանապարհային նորից Միլանի մոտ է ու այստեղ չստացվեց Զաքարյանի մոտ շեղել գնդակի ուղղությունը Գասպարյանն էլ մեկը բումով դեպի Ռևազյանը փոխանցում Տեսնենք այս գրոհը ինչ է տալու Ատլետիկոյին Ակուլյան անցավ Հունանյանին մնաց գնդակով Ակուլյանը երրորդին նույնպես սուսա խաղի կանոնների խախտում է եւ նորից բավական վտանգավոր դիրքում
տեսնենք այս ստանդարտը ինչպես գիտասի Ատլետիկոն հիմա արդեն Վայ Գալստյանը խաղը դաշտում է ու առաջին նպումը գնդակին։ Տեսնենք ինչպես գիտասի Գալստյանը թե ամեն դեպքում Ռևազյանն է հարվածում, ոչ խաղարկում այստեղ Գալստյան հարված ու այստեղ կարծես Դուրյանը փակեց գնդակի ճանապարհը, բայց շարունակվում է Ատլետիկո Երևանի գրող Ակուլյան։ Այո Գալստյանին մենք մի քանի հանդիպում չտեսանք Ատլետիկոյի կազմում, բացակայում էր թիմի հայտարարությունից Վայ Գալստյանը եւ այսօր վերադարձել է իր թիմի կազմում ու իհարկե փորձելու է անել հնարավոր ինձ այս խաղում թե թիմի թե իր արդյունավետությունը բարելավելու համար Հունանյանը այստեղ մաքուր գործեց Գևորգյանը Գասպարյանն էլ շտապեց դեպի Ռևազյանը փոխանցում կատարելով ու տեսնենք Ատլետիկոն շարժվում է առաջ Վայ Գալստյան կա ձախից տարբերակ գտավ Գևորգյանին բայց փակվեց Գևորգյանի ճանապարհը ստիպված եղավ երբ նահանջել իսկ այս փոխանցման ճանապարհն էլ Ջիլբերտոն է փակում եւ Դուրյանը կրկին հեռացրեց այստեղ գնդակը ու Ատլետիկոն սկսում է նորից խորքից Վայ Գալստյան իհարկե դեռ այն գրոնդերի տարափը չի իրականացել Ատլետիկոն այս խաղում Ռևազյան եւս մեկ հարված ու նորից չի ստացվում Ռևազյանի մոտ գտնել ցանցը Այո, առայժմ Ատլետիկո Երևանը այս խաղում իր գրոների տեղատարափը չի սկսել, որը սկսելու դեպքում պարզապես Միլանը պետք է շատ հաջող փորձի գործել պաշտպանությունում, քանի որ երբ Ատլետիկոն արդեն չունի գործելու ոչինչ ու նետվում է առաջ ցանկացած խաղում ցանկացած մրցակցի դեմ, ապա շատ վտանգավոր են Ատլետիկոյի ֆուտբոլիստները դառնում հարձակման գծում։ Հունանյան այստեղ էլ Գևորգյանը կանգնեց գնդակի ճանապարհին, այո Նյարդերը գնալով ֆուտբոլիստերի տեղի են տալիս հասկանալի է Միլանը պայքարում է փլեյօֆում հայտնվելու համար Ատլետիկոն էլ փորձում է հերթական հաղթանակին հասնել Ակուլյան գեղեցիկ խաղարկում էր կա փոխանցում Ռևազյան վտանգավոր է Ռևազյան հարված հաշիվը հավասար է 1-1 Գուրգեն Ռևազյան 1-1 գտավ ցանցը Ռևազյանը ճիշտ է երրորդ հարվածով այս խաղում աշկի ընկավ երրորդ հարվածը դիպուկ ստացվեց Ռևազյանի բայց հաշիվը հավասարեցնում է Ատլետիկո Երևանը ու արդեն տեսնենք կարելի ասել թիմերը սկսում են ամեն ինչ 0-ից 1-1 է հաշվի հավասարություն ու տեսնենք արդեն 1-1 հաշվի պայմաններում 1-1-ից հետո թիմերը ինչ կփորձեն մատուցել մեզ Մարկարյանը ուղարկեց գնդակը Գևորգյանին այո Ռևազյանը մինչև գոլի դրվագը կատարեց 2 հարված այս խաղում դեպի դարպասը բայց երկու դեպքում էլ շտացվեց Ռևազյանի հարվածները դիպուկ ու արդեն Գեորգ փորձից Ռևազյանի մոտ ստացվեց Գևորգյան խլում է գնդակը Ատլետիկոն նորից Ռևազյանն է գնդակով շատ լավ նկատեց Ակուլյանն էլ հարվածեց բայց այստեղ բրկեց այս իրավիճակում իսկապես Միլանի Եգոր գնդակը բաց թողնելուց Միլանի դարպասապա Արթուր Մկրչյանը այստեղ էլ կար այո խաղի կանոնների խախտում Սկսում է Ատլետիկոն խորքից Գևորգյան դեպի Գալստյանը Գուրգեն Ռևազյան շատ լավ տեղափոխություն գրոյի ձախ եզր բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Ռևազյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից այն նորից Ատլետիկոն վերականգնում է Գևորգյան դեպի Գալստյանը հաջող անցում տեսան Գալստյանից շատ լավ գնդակի տեղափոխություն դեպի Գևորգյանը բայց այստեղ չհասկացան միմյանց Գևորգյանն ու Դուն Ամալյան ու
Գնդակը մատուցեցին Միլանին, իսկ հիմա նորից Ատլետիկոն տիրում է գնդակի Ռևազյան մի փոքր ուժեղ ստացվեց այս փորձը թե Գևորգյանի թե Դունամալյանի համար։ Իհարկե Գևորգյանի համար ուժեղ է այս փոխանցումը, Դունամալյանի համար ավելի թույլ։ Գնդակը ընդհանուր առմամբ բաժին հասավ Միլանին այս իրավիճակում։ Մուսայելյան հետ փոխանցում դեպի Դուրյանը։ Նորից Մուսայելյան։ Մարգում է գնդակը Զաքարյանին, շատ լավ փոխանցում դեպի Սեյնան Խալացյանը, հարված Խալացյանից ու Գասպարյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին, անկյունային իրացնի հիմա Միլանը։ Ու թիմի հավաքն է իրացնում, անկյունայինը տեսնում ենք փոխանցում Մարկայանը հեռացեց գնդակային վերադարձավ, հետո էլ Ժիլբերտոյի մոտ ու առաջ ուղարկեց, բայց Գևորգյանը այստեղ էլ հեռացեց, հիմա Դունամալյանն է պայքարում Դուրյանի հետ գնդակի համար, բայց կարողացան մնալ գնդակով այս իրավիճակում Միլանի ֆուտբոլիստները ու հիմա արդեն եզրից կնետի Միլանը։ Խալացյան Զաքարյանն է գնդակով, մնաց գնդակով Զաքարյանը դեպի աջ, բայց այստեղ արդեն փակվեց գնդակի ճանապարհում։ Եսից խաղարկեց Միլանը, Հունանյան եւս մեկ փորձ Միլանից, բայց այստեղ Ակուլյանն է խլում գնդակ ու շարժվում առաջ 3-3-ի դիմաց։ Ատլետիկոն նետվել է առաջ, Գագիկ Ակուլյան բարձր ստացվեց Ատլետիկոյի ավագի կատարած հարվածը այս իրավիճակում։ Ու հարված Միլանի դարպասից ուժեղ փոխանցում կրկին առաջ այստեղ էլ Գևորգյանն է վերահսկում իրավիճակը, բայց այս փորձը արդեն ուժեղ ստացվեց։ Ու եզից կնետեն Միլանի ֆուտբոլիստները, բայց այստեղ սխալվեցին, Գագիկ Ակուլյան, տեսեք որքան է հարաժեշտ Ատլետիկո Երևանին վերականգնել գնդակը Ռևազյան ու Դուրյան այստեղ փակեց գնդակի ճանապարհը, հիմա եթե հասներ Ռևազյանի փոխանցումը, ապա արդեն Ակուլյանը հարվածի հնարավորություն կստանա։ Մարկարյան շատ վստահ գործեց ու նետվում է առաջ Գոր Մարկարյանը, բայց այստեղ փակվեց Ժիլբերտոյի կողմից Մարկարյանի կատարած փոխանցման ճանապարհը, հետո էլ պայքարում է գնդակի համար Մարկարյան ու ամեն դեպքում Ատլետիկո Երևանը այստեղ վաստակում է եզրային նետման հնարավորություն։ Դունամալյան թողեց գնդակը Ակուլյանին ու արդեն Ակուլյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Դարպասապանն է գնդակով Միլանի, թողեց գնդակը Սահակյանին ու երկար փոխանցում ենք տեսնում առաջ, բայց Գևորգյան ուղարկեց գնդակը Գալեսյանին դեպի հետ։ Հրանտ Գևորգյան դեպի Մարկարյանը, փոխանցում հետևեց այստեղ Գևորգյանից։ Դունամալյան, բայց այստեղ շատ լավ պաշտպանվեց Սահակյան ու արդեն տեսնենք ինչ պատահեց Սահակյանին, կարծես փոխարինում է պահանջում Միլանի ֆուտբոլիստը։ Ամեն դեպքում 1 րոպե մնացել մինչ խաղակեսի ավարտը։ Տեսնենք կարծես Միլանը փոփոխություն, այո, տեղի ունեցավ Միլանի կազմում, հիմա Դուրյանից փոխանցում տեսանք ու եւս մեկ հեռացում Ատլետիկոյի պաշտպաններից, եզից կնետի Միլանը։ Սխալ փոխանցում, եզրային նետումը կլինի արդեն Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստերինը։
Մարկայանը բավական երկար նետում կատարեց Դունամալյան Ռևազյան Գևորգյանի տարբերակը մի փոքր ուշ նկատեց Ռևազյանը, բայց խաղարկում է գնդակը Վահե Գալստյանի հետ Հրանտ Գևորգյան Գրոս դեպի Տուգանայինի Մատուշ Ռևազյանը այստեղ է հարվածում է ու մի փոքր շեղությամբ ստացվեց Ռևազյանի կատարած հարվածը Կարճ դադար, որից հետո կվերադառնանք Սերի ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք Միլան դեմ Ատլետիկո Երևանի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու առաջին խաղակեսից հետո հանդիպան հաշիվը հավասարը 1-1 Դավիթ Զաքարյանը բացեց Միլանի կազմում Հաշիվը հետո էլ արդեն Ռևազյանը Ատլետիկոից հավասարեցեց դիմակայության հաշիվը ու տեսնենք երկրորդ կեսում ինչ կանեն թիմերը Հակուլյանն է գնդակով Լավ անցում ստացվեց Հակուլյանից հարված կա հարադարձու շատ արագ երկրորդ կեսում Ատլետիկոն առաջ է հասնում հաշվում է ճանաչական վարպետությունը գործի դրեց Գագիկ Հակուլյան ու Ատլետիկոն հաղթողի կարգավիճակում է արդեն Գագիկ Հակուլյան երկում է իսկապես շատ արագ ու շատ հաջող գործեց Հակուլյան այս իրավիճակում միայնակ շրջանցեց երկու մրցակցի հարվածեց ճիշտ է հարադարձ եղավ Միլանի ֆուտբոլիստից բայց դա արդեն երկրորդական է Ատլետիկոն այս խաղում առաջին անգամ հաղթողի կարգավիճակում է Միլանը պարտվողի ու տեսնենք արդեն պարտվողի կարգավիճակում հայտնված Միլանը ինչ կփորձի անել առաջության անպարտելի Թիմի նկատմամբ Մկրտչյան դեպի աջ փոխանցում Ռևազյանը ընդունեց գնդակը նորից Հակուլյան Ռիսկի դիմեց այստեղ Հակուլյանը բայց հասցրեց մնալ գնդակով հետո փոխանցել Վահե Գալստյանին Գալստյանն էլ դեպի Ազիզյանը թողեց Ազիզյանը հնարավորորեն Հակուլյան դուբլ 3-1 Ատլետիկոն կրկնապատկում է առավելությունը Գագիկ Հակուլյան 3-1 դուբլ Հակուլյանից շատ արագ նույնիսկ երկու ամբողջական րոպե չպահանջվեց Հակուլյանից երկու անգամ գրավելու Միլանի դարպասը շատ հաջող խաղակեսի մեկ տարկ ունեցավ Ատլետիկո Երևանը մասնավորապես Թիմի ավակ Հակուլյանը շատ հաջող գործեց այս երկու դրվագում ու հիմա Տեսնենք իսկապես Միլանի խնդիրը գնալով էլ ավելի է բարդանում, ամեն գնդակից հետո էլ ավելի կբարդանա բնականաբար, բայց պետք է Միլանը փորձի շտկել այս ամենը, նրանք եղել են այսօր հաղթողի կարգավիճակում, նրանք քաջ գիտակցում են այս ամենը ու տեսնենք ինչ կառաջարկեն Ատլետիկոին Ունանյանն է կատարում փոխանցում, Հակուլյանը հեռացեց գնդակը, Ազիզյանն էլ այստեղ պայքարում է գնդակի համար, բայց փոխարենը խախտեց խաղի կանոնները Դուրյանը փորձեց արագ գնդակի խաղարկում կատարել, բայց կորցրեց գնդակը, իսկ հիմա վերականգնեց եւ հետ փոխանցում դեպի դարպասապահը Դուրյան Երկար փոխանցում առաջ Մկրտչյան այստեղ փակեց գնդակի ճանապարհը, բայց այն կրկին Միլանի ֆուտբոլիստների մոտ վերադարձավ Խալացյան կենտրոնում 1-1-ի դեմ պայքարը այստեղ շարժվում առաջ Խալացյանը բրավո Ռևազյանին ճիշտ է մնաց գնդակը Միլանի մոտ, բայց բավական վտանգավոր գրոհից զերծ պահեց Ատլետիկոին այս իրավիճակում Գուրգեն Ռևազյանը իր սահանքման գնով ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից այս ընթացքում փոփոխություն Ատլետիկոյի կազմում կատարեց թիմի գլխավոր մարզիչ Հայկ Միրզոյանը Ռևազյանը դուրս եկավ խաղադաշտից ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Շորա Գևորգյանը 80 համարով Եզիս նետում է Միլանը Ունանյան Շտացվեց այս փորձը Հիմա Հակուլյանն նորից գնդակով Մնաց կար խաղի կանոնների խախտում Հակուլյանի դեմ, բայց գնդակը շարունակեց մնալ նրա մոտ այդ իսկ պատճառով չստուգեց մրցավարը Գոր Մարկարյան Եվ հետ ուղարկեց այստեղ գնդակը իհարկե
Ատլետիկոն արդեն այսպես ասեմ այն ինտենսիվությամբ կարող է չխաղալ, որը պահանջվեց Ատլետիկոյի ֆուտբոլիստերին գնդակը բաց թողնելուց եւ երկրորդ խաղակեսը մեկնարկելուց, գնդակը բաց թողնելուց հետո առաջին ու երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում, իհարկե մենք տեսանք Ատլետիկոն ինչպես գործեց խաղակեսի մեկնարկում, իսկապես պետք է խոսել, կրկնում եմ, 2 ամբողջական րոպե չպահանջվեց Ակուլյանից դուբլ գրանցելու իր անվան դիմաց, շատ հաջող 2 հարված տեսանք ու երկուսն էլ հայտնվեց Միլանի ցանցում, Ազիզյանն է գնդակով շատ հաջող անցում էր ու այստեղ կար խաղի կանոնների խախտում արդեն Ջիլբերտոյի կողմից 2-11 համարների պայքար ենք տեսնում եւ ստանդարտի հնարավորություն վաստակում է Ատլետիկո Երևանն այս իրավիճակում Դունամալյանն է գնդակի մոտ ու տեսնենք ստանդարտ իշ կտա հիմա Ատլետիկոին, կա Սուլիչը, Դունամալյան, կա փոխանցում Մարկայանը փորձեց շեղել գնդակի ուղղությունը, բայց այս իրավիճակում չստացվեց, եթե դեպի դարպասը շեղում կարողանար կատարել Մարկայանը, չի բացառվում, որ գրավ էր դարպասը, բավական նպաստավոր դիրքում էր հայտնվել Ատլետիկոյի պաշտպանը ու հիմա արդեն Միլանի պատասխանատվորն ենք տեսնում, Խալացյան բարձր ստացվեց այս փորձը Խալացյանի եւ հարված կլինի Ատլետիկո Երևանի դարպասից Գասպարյանը խաղարկում է Մարկարյանի հետ եւս մեկ անգամ գնդակը դեպի Մկրտչյանը փոխանցում նորից Մարկարյան խաղարկում են գնդակը Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները այս բանի պաշտպանությունում հիմա դեպի Գալստյանը փոխանցում կատարեց Մարկարյանը Վայ Գալստյան նորից Մարկարյան 7 րոպե մնաց թիկունքում երկրորդ կեսից ու հաղթում է Ատլետիկո Երևանն 3-1 հաշվով իհարկե այս հանդիպումից հետո ներկայացնեմ հիմա մնաց գնդակը Ակուլյանի մոտ Գևորգյան բայց Ջիլբերտոն հաջող խլում կատարեց Հունանյանն էլ փորձեց շարժվել առաջ այստեղ մաքուր գործեց Հունանյանի դեմ ներողություն պայքարում Գևորգյան Ազիզյան հասրեց ազատվել գնդակից բայց Ջիլբերտոն կրկին խախտում է խաղի կանոնները ու նորից ստանդարտ հնարավորություն է տալիս Ատլետիկո Երևանին եթե այսօր գրանցվում է Ատլետիկոյի անվան դիմաց եւս 3 միավոր, ապա մրցաշարային աղյուսակում on-line տարբերակով հիմա ներկայացնեմ ինչ պատկեր ենք ունենում Ատլետիկոն 31 միավորով կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը իհարկե ու կսպասի մինչ 3 թիմը անցկացնեն իրենց հանդիպումները, հետո նոր դրանից հետո այս տուրից հետո իհարկե պարզ կդառնա պատկերը, բայց կրկնում եմ սա սարսափեցնող չէ Ատլետիկոյի համար, Ատլետիկոն դեռ իր բաց թողած հանդիպումները պետք է անցկացնի եւ իհարկե չի բացառվում հաղթանակների շարանը Միրզոյանի սաների մոտ, որից հետո արդեն նոր կունենանք ամբողջական մրցաշարային աղյուսակում պատկեր։ Հիմա անկյունային է իրացնելու Վայ Գալստյանը կա Բարսից փոխանցում, այստեղ Զաքարյանը հեռացեց գնդակ, այն նորից Ատլետիկոյի մոտ վերադարձավ Ազիզյան, Մարկարյան, նորից դեպի Ազիզյանը Սահակյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին, Դուրյանն էլ դեպի Զաքարյանը փոխանցում, չանցավ այս փոխանցումը ու նորից գնդակով Ատլետիկոյի ֆուտբոլիստներն են Մարկարյան հաջող անցում էր, շարժվում առաջ Մարկարյանը այստեղ կարող է հարվածել նույնիսկ, բայց ուղարկեց գնդակը Դունամալյանին Գալստյան հարված ու այստեղ դիպավ գնդակը Ջիլբերտոյի դեմքին, հասկանանք ինչ պատահեց իսկապես բարդ հարված ստացավ մոտ տարածությունից Ջիլբերտոն ու հուսանք, որ խնդիրներ չի առաջացնի այս հարվածը ֆուտբոլիստի մոտ շարունակելու համար հանդիպումը։ Ծափարություն էր Ատլետիկոյի ֆուտբոլիստերին նախ իհարկե սպասելու ու զիջելու մրցածին հասկանալու համար ինչ պատահեց ֆուտբոլիստին, որից հետո նոր արդեն վեր սկսվեց հանդիպումը, իհարկե Գալստյանն էր ամենամոտը կանգնած այդ իրավիճակում ու նա
պահանջեց այստեղ մրցավարից դադար վերցնելու համար։ Հիմա էլ Ակուլյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, չհասկացան Ակուլյանն ու Գալստյան այս իրավիճակում միմյանց ու գնդակը մատուցեցին Միլանի ֆուտբոլիստերին, իրենք արդարացի նման իրավիճակների մենք շատ հազվադեպ կարող ենք ականատես լինել, երբ Ատլետիկոյի ֆուտբոլիստերը, հատկապես այդ երկու առանցքային ֆուտբոլիստները, որոնց նշեցի Ակուլյանն ու Գալստյանը, չհասկանան միմյանց խաղադաշտում։ Ու հիմա եզրային նետում կտեսնենք Ակուլյան շատ հնարամիտ կերպով թողեց այստեղ գնդակը Դունամալյանին դեպի Մարգարյանը, նորից Դունամալյան, շատ լավ գործեց Դունամալյանը, մնաց գնդակով ու շարժվում է առաջ, գուցե հարվածի այդպես էլ անում էր, բայց Զաքարյանը փակեց այստեղ գնդակի ճանապարհը, անկյունային կիրասնի Ատլետիկո Երևանը։ Ու տեսնենք Գալստյանի այս փորձը ինչպես կստացվի։ Տեսնում ենք փոխանցում, այստեղ Դուրյանը հեռացեց ու Հունանյանին է մոտենում գնդակը, բայց Գևորգյանը ավելի շուտ արձագանքեց Ատլետիկոյից այս իրավիճակում գնդակին։ Գալստյան եւս մեկ լավ փոխանցում, Ազիզյանը ընդունեց գնդակը, բարձից նկատեց այստեղ Գալստյանին, բայց փոխանցումը չհասավ, Ակուլյանն էլ հարվածեց ու այս անգամ բարձր ստացվեց Ատլետիկոյի ավագի կատարած հարվածը, եթե այս հարվածն էլ հայտնվեր Միլանի դարպասում, ապա ստացվեր այնպես, որ Ակուլյանը բոլոր հարվածներում գրեթե գրավում է դարպասը, այս խաղի մասին է խոսքս։ Զաքարյան Մարտիրոսյանն գնդակով շատ լավ է նկատել Հունանյանին, բայց այստեղ նորից փակվեց փոխանցման ճանապարհը ու Ատլետիկոն հիմա կարող է մի փոքր գրոին ավելի սրություն տալ, Ազիզյան շատ լավ խաղարկում էր, շատ լավ էլ հարվածեց Ազիզյանը, բայց գնդակը այստեղ չհայտնվեց դարպասում, պատ խաղարկումը շքեղ ստացվեց Ազիզյանի ու Դունամալյանի միջև այս իրավիճակում։ Ամեն ինչ ճիշտ էին արել Ատլետիկոյի ֆուտբոլիստները, իհարկե վերջնական հարվածը միայն մի փոքր շեղությամբ ընթացավ։ Խալացյան հետ փոխանցում դեպի Սահակյանը, Հունանյանին ուղարկեց Սահակյանն էլ այստեղ, բայց Ակուլյանը դաշտի միջին հատվածում դիրեց գնդակին ու փոխանցեց Ազիզյանին, շատ լավ անցում Ազիզյանից, Ակուլյան հետրիկը չկա այս պահին Ակուլյանի կատարմամբ, շատ լավ հնարավորություն ուներ հիմա գտնելու դարպասը Ակուլյանը, բայց չստացվեց Հունանյան ու հիմա կարող էր Հունանյանը, եթե մի փոքր ավելի արագացնել կարող էր, բայց Գասպարյանը իհարկե փորձառու է ու նման իրավիճակներում շատ հաջող է դուրս գալիս դարպասից, Դունամալյան, Ազիզյան ու Ջիլբերտոն աստրեց հեռացնել, Ակուլյան եւս մեկ փորձ ու նորից շեղությամբ է ստացվում Ատլետիկոյի ավագի հարված, այո Ակուլյանի հարվածները, այսպես ասենք, այս խաղում միայն հեռու տարածություններից են ստացվում, մոտ տարածությունից Ակուլյանը առայժմ չի ցանկանում գրավել դարպասը, երկու հեռար հարված տեսանք, երկուսն էլ հայտնվեց դարպասում, երկու հարված այս իրավիճակում մոտ տարածությունից, բայց գնդակը չհայտնվեց ցանցում, հիմա էլ Դունամալյանը հարվածեց, բայց դարպասը տիրեց գնդակին ու Դուրյանը ուղարկում է դեպի Սահակյանը, Խալացյան այստեղ նախ Սահակյանը դեպի Խալացյանը ուժեղ կատարեց փոխանցումը, Վայի Գալստյանն էլ խլեց գնդակը մրցակցից ու դեպի Գևորգյանը փոխանցում հետևեց Ակուլյան, շատ վստահ է իսկապես Ատլետիկոն հենակետային գործում, հատկապես երբ ունի Ակուլյանի պես առանցքային ֆուտբոլիստի կազմում, շատ լավ զգում է դաշտի միջին հատվածը, շատ սրող փոխանցումներ է կատարում, շատ լավ հարվածներ է կատարում, իսկապես Ատլետիկոյի առաջատար ֆուտբոլիստներից մեկն է Ակուլյանը ու Ատլետիկոն իսկապես Ակուլյանով էլ ավելի վտանգավոր է դառնում ցանկացած մրցակցի դեմ խաղերում, երբ իհարկե չի լինում Ակուլյանը Ատլետիկոյի հայտարարությունում, ինչը շատ հազվադեպ կարող ենք տեսնել, ապա նրա դիրքում
ավելի շատ հանդես են գալիս Գալստյանը, Գևորգյանը ունի Ատլետիկոն մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լրացնել Ակուլյանի բացակայության ժամանակ կենտրոնը, բայց իհարկե Ակուլյանը հենց այդ դիրքում հանդես գալու համար է Ատլետիկոյի կազմում, Ակուլյանը նաև հարձակման գծում է բավական վտանգավոր նրան ամենուր կարող ենք տեսնել խաղադաշտում, հիմա տեսնենք ինչ է պատահել Ատլետիկոյի դարպասապահ Աշոտ Գասպարյանին, կարծես ձգեց մկանը Հոբելյանական խաղում Գասպարյանը Հուսանք լուրջ ոչինչ տեղի չի ունենա, ամեն դեպքում հիմա կանգնեց ոտքի ու կփորձի ամենայն դեպս որքան հնարավոր է շարունակել այս հանդիպումը, չունի Ատլետիկոն դարպասապահի փոփոխության հնարավորություն այսօր ու պետք է իհարկե Գասպարյանն այս պատասխանատու պահին կարողանա շարունակել հանդիպումը ու տեսնենք անկյունային է, ինչպես խաղարկի Ատլետիկոն կամ մրցավարի Սուրիչը, ամեն ինչ կարգին է խաղադաշտում, Ռաֆայել Ազիզյան, Գալստյան, դեպի Գևորգյանը նորից Գալստյան հետ փոխանցում, այստեղ Ազիզյանը փակեց մարմնով գնդակը, հետո էլ կարողացան Միլանի ֆուտբոլիստները խլել գնդակը, իսկ Մկրտչյանը այստեղ խախտեց, այո, խախտեց խաղի կանոնները, ճիշտ է, մի փոքր համաձայն չէ Մկրտչյանը մրցավարի կայացրած որոշման հետ, բայց լինենք անկեղծ կար խաղի կանոնների խախտում Ինը րոպեից մի փոքր ավելի քիչ խաղաժամանակ է մնում հանդիպան ավարտին, այդքան ունի Միլանը պարտությունից խուսափելու համար, այդքան ունի Ատլետիկոն առավելությունը մեծացնելու համար Դարպասապահ, տեսեք որտեղ է հասել Միլանի, բայց շատ հաջող գործեց Հունանյան բարձից դեպի Զաքարյանը անցավ այս փոխանցումը հասցեատիրոջը Զաքարյանն էլ հարվածեց ու ուժեղ ստացվեց այստեղ Զաքարյանի կատարած հարվածը լավ էր նկատել իսկապես Հունանյան այստեղ հարցակման գոտում գտնվող խաղընկերոջը, բայց Զաքարյանի մոտ դուբլ գրանցել այս խաղում այս րոպեին չստացվեց Վահե Գալստյան շատ լավներ փոխանցում ու այստեղ Գևորգյանը մի փոքր հաջող շնթուն է, չնայած տեսեք ինչ կռիվ է տալիս գնդակի համար ու պահում այն Ատլետիկոյի ֆուտբոլիստերի մոտ, իսկապես Գևորգյանը պայքարեց մինչև վերջ ու հասցրեց տիրել գնդակին Վահե Գալստյան Եթե Միլանը մեկ գնդակ կարողանա այս մոտակա 2-3 րոպեների ընթացքում ետ բերել, ապա անիրատեսական չէ չպարտվել այս խաղում, բայց իհարկե դա այդքան է չի լինելու, քանի որ Ատլետիկոն պաշտպանությունում հատկապես շատ ավելի ուշադիր է գործում, շատ ավելի ուշադիր կգործի այս հաշվի առկայության պայմաններում ու իհարկե եթե եւս մեկը խփի Ատլետիկոն ամեն ինչ կարող ենք ավարտված համարել, այնպես չէ որ հիմա ավարտված չէ, բայց կրկնում եմ փոքր աննշան շանս ունի Միլանը շատ արագ ետ բերելու եւս մեկ ու մտածելու գոնե ոչ ոքի արդյունքի մասին այս խաղում հակառակ դեպքում Ատլետիկո Երևանը կհեռանա Աղադաշտից 3 միավորով Գևորգյան Ինչու չեմ փաստում Ատլետիկոյի հաղթանակը ճիշտ է Միլանը այսօր ամենալավ հանդիպումներից մեկը չի անցկացնում իսկապես Միլանին մենք ավելի լավ ֆուտբոլ խաղալուց տեսել ենք ավելի հաջող հանդիպումներ անցկացնելուց ինչպիսին օրինակ եղավ նախորդ տուրում երբ ճիշտ է զիջեցին Ինտերն 4-3 հաշվով իտալական դերբիում բայց ինչ հանդիպում անցկացրեց Միլանը այդ օրը եւ միայն իհարկե Նավասարզյանի ջանքերի շնորհիվ Ինտերը կարողացավ այդ խաղում կորզել հաղթանակը Միլանից ժամանակի առումով իհարկե կհասցնի ցանկացած թիմ այս ժամանակահատվածում խաղադաշտում ներկա գտնվողների մասին չեմ միայն խոսքս ցանկացած թիմ ապելում կարող է հասնել երկու գնդակ հեղինակել 7-8 րոպեների ընթացքում, բայց իհարկե հեղինակել այդ երկու գնդակները հաղթող Ատլետիկո Երևանի դարպասը մի փոքր ներողություն այլ ժանրից կլինի, բայց ամեն դեպքում Միլանը կփորձի անել այդ ամենը հիմա Հունանյանը ոչ միայն կարող է կրճատել հանդիպան աշխիվ, այլև խփել իր 100-րդ գնդակ, ինչի մասին խոսեցի ռեպորտաժի մեկնարկում, բայց
Չստացվեց այս իրավիճակում Հունանյանի մոտ գտնել ցանցը Ռևազյան երկար փոխանցում այստեղ դիրեցին Միլանի ֆուտբոլիստները գնդակին հետո նորից վերադարձավ այն Ատլետիկոյի մոտ Գալստյան գեղեցիկ է այս ամենահարված դարպասապահ հեռացեց գնդակը Գևորգյան կարող է գտնել ցանցը դարպասաձողն է օգտում իսկ Ազիզյանի հարվածից հետո այն հայտնվում է դարպասում Ռաֆայել Ազիզյանը նույնպես գրանցում է իր անվան դիմաց գոլ այս խաղում 4-1 դարձնելով այս հանդիպան հաշիվը Ռաֆայել Ազիզյան 4-1 Ատլետիկոն եռապատկեց իր առավելությունը արդեն 100%-ով փաստ են որ Ատլետիկոն կեռնա 3 միավորով դրանում 2 կարծիք այլևս լինել չի կարող եթե Հունանյանը գրավել դարպասու 3-2 դարձնել հանդիպան հաշիվը ընդամենը Ազիզյանի խփած գնդակից 1 րոպե առաջ ապա մենք այս րոպեներին այլ հանդիպում կդիտենք բայց իհարկե հիմա Ատլետիկոն չի շտապում Միլանն էլ լավ հասկանում է որ կորցրեց այս խաղում միավորի հասնելու հնարավորությունը ու հանդիպան վերջնամասը տեսնենք ինչպես կանցկացնեն թիմերը Գալստյան չանցավ այս փոխանցումը Գալստյանի կատարած ու Խալաթյանը հիմա շարժվում է առաջ դեպի Մարտիրոսյանը փոխանցում բայց այստեղ չհասկացան Մարտիրոսյանն ու Հունանյանը միմյանց եւ նորից Ատլետիկոն նետվում է առաջ Վայ Գալստյան չկար արդյոք խաղի կանոնների խախտում ոչ թիկունքից էր հպումը Գալստյանին ինձ մի պատ թված կնշանակի մրցավարը ստանդարտ բայց չկար ոչինչ Դուրյան շարժվում է առաջ Վիգեն Դուրյանը կա փոխանցում Գևորգյանը փագեց գնդակի ճանապարհը Ազիզյանն էլ նետվում է առաջ իհարկե արագության հետ կապված խնդիրներ չունի Ազիզյանը բայց այստեղ Սահակյանը անցման փորձը խանգարեց Ազիզյանի ու եզից կնետի Ատլետիկո Երևանը Գևորգյանն է իրացնելու եզրային նետումը Գալստյանին ուղարկեց գնդակը հետ փոխանցում Ռևազյանին ու դեպի աջ Մկրտչյան այո Ատլետիկոյի գոլային երեկոն սկսեց Գուրգեն Ռևազյանը հետո էլ արդեն Ակուլյանը տվեց շարունակություն երկու անգամ գրավելով երկրորդ կեսում Միլանի դարպասը քիչ առաջ էլ Ազիզյանը գտավ Միլանի ցանցը իսկ Միլանի մեկ գնդակը այս խաղում հեղինակեց Դավիթ Զաքարյանը Հիմա Դունամալյանը մաքուր խլում կատարեց ու շարժվում է առաջ Դունամալյան Գալստյան լավ խապս տվեց այստեղ Գալստյանը հասցրեց շրջանցել դարպասապային փոխանցում էլ կատարեց Ազիզյան ու փակվեց գնդակի ճանապարհը եւ Միլան դուրս բերեց գնդակը պաշտպանությունից բայց Գևորգյանը մաքուր գործեց այստեղ Դունամալյան իսկ հիմա խաղի կանոնների խախտում արդեն Եվ ստանդարտ իրացնի Ատլետիկո Երևանը ու Գուրգեն Ռևազյանն է տեղադրում գնդակը նա է հարվածը իրականացնելու ու կարող է իր բացած գոլային շարքին տալ եւս մեկ ավելացում Ռևազյանը Կասուլիչը Գուրգեն Ռևազյան ու հորիզոնական դարպասաձողը եկավ Միլանին օգտության այս իրավիճակում այո ինչու է խոսում գոլերի մասին քանի որ հավատում է Ռևազյանից այստեղ դարպասը գրավելու գործում այնպես չէ Ռևազյանը ունեցավ մեղավորություն շատ ճիշտ էր կատարված հարվածը պարզապես դարպասաձողը այստեղ փրկեց Միլանին Դունամալյան Լավ, անցում կատարեց շատ լավ խաղարկում Ազիզյանի հետ, ճիշտ է մի փոքր ավելի թիկունք ստացվեց Ազիզյանի փոխանցումը, բայց մնաց գնդակով Դունամալյանը, իսկ հիմա շքեղ են գործում Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Ազիզյանը նույնպես դառնում է դուբլի հեղինակ այս խաղում։
Ռաֆայել Ազիզյան 5-1 Ազիզյանը նույնպես դարձավ դուբլի հեղինակ այս խաղում եւս 2 գնդակ ավելացեց իր անվան դիմաց ու հիմա նորից Ատլետիկոն նետվել է առաջ, բայց այս անգամ արդեն Գալստյանի փոխանցում ուժեղ ստացվեց գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից սկսում է Միլանը դարպասից Դուրյան երկար փոխանցում առաջ, բայց Ռևազյանը փակում է գնդակի ճանապարհը եզից միայն կնետեն հիմա Միլանի ֆուտբոլիստները այո 5-1 հաշվով հաղթում է Ատլետիկոն խաղա դաշտում Հունանյան այստեղ կար խաղի կանոնների խախտում ու հիմա տեղին քարտ է ստանում Հունանյանը համաձայն չէր այս իրավիճակում կարծես մրցավարի հետ, բայց որն է հետաքրքիր, որ ստանդարտը Միլանի օգտին է նշանակել մրցավարը, ինչու համաձայն չէր Հունանյան այս որոշման հետ ու տեսեք, հենց ինքն է պատրաստվում իրականացնել ստանդարտը տեսնենք ինչպես կստացվի այն վերջի րոպեն է հանդիպման կա մրցավարի Սուլիչը, Հունանյան արված ու այստեղ փակվեց Հունանյանի արվածի ճանապարհը եւ վերջ ոչ, ինձ թվաց արդեն մրցավարը եզրափակիչ Սուլիչը արձագանքեց հանդիպան, բայց հիմա արդեն ստանդարտ նշանակեց Ատլետիկոյի օգտին ուզում էի արդեն ազդարել հանդիպան ավարտը, բայց իհարկե դեռ մի փոքր կա, կարծես մրցավարն էլ որոշակի ժամանակ է փոխհատուցել, ճիշտ է մեծ հաշվով դրա կարիքը չի զգացում խաղադաշտում հաշիվը այնպիսին է հիմա տեսնենք Հունանյանը շատ լավ փոխանցում կատարեց այստեղ Խալացյան բայց գնդակը դաշտի սահմաններում Խալացյան ու Ռևազյանից այն դուրս եկավ դաշտի սահմաններից անկյունային է խաղարկում է Միլանը դեպի Ատլետիկոյի տուգանային հրապարակ Գասպարյանը վերցրեց գնդակու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց Ատլետիկոն իր հերթական 3 միավորը վաստակեց հաղթելով Միլանին 5-1 հաշվով այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը մեզ մոտ կարճ է դադար է որից հետո կվերադառնանք